Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը երկու օրը մեկ տեղեկացնում է, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում տեղի ունեցող պատարագին։ Մայրաթորը սա համարում է անընդունելի, դուք ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք մտահոգություններ չի առաջացնում ձեզ մոտ, որ կարգալույց հռչակված հոգեվորականի մոտ եք գնում պատարագի։ Կարծում եմ այդ հարցի շուրջ բոլոր պատասխանները տրվել են եւ պարոն Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հստակ պատասխանել է, թե ինչու է մասնակցում եւ եթե կանոնակարգը գործում է քահանայի դեպքում, ապա նույն կանոնակարգը պետք է գործի սրբազանների եւ կաթողիկոսի դեպքում։ Պարզապես այս դեպքում կանոնակարգ ինչ կանոնակարգ գործելու մասն է խոսքը, երբ որ չկա որոշում, չկա ապացույցներ, բայց Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի դեպքում կա գործող հոգևոր խորհրդի որոշում։ Ըստ տարբեր հոգևորականների այդ որոշումը կայացվել է ապօրինի։ Եվ հետեւաբար կարող ենք ասել, որ Տեր Արամը կարգալույց եղած չի եւ իր մատուցած պատարագը ընդունելի է։ Դուք Վայոց ձորից հասել էիք Արագածոտնի մարզ։ Երևանից։ Դուք Վայոց ձորից ընտրված չեք։ Ինչպես գիտեք, ընտրված հիմա ցուցակով են ընտրվում, ես Երևանում եմ բնակվում։ Արտագաղթել եք Վայոց ձորից, տեղափոխվել եք Երևան, ճիշտ հասկացա։ Ես Վայոց ձորում չեմ բնակվել։ Երևանում ծնվել, Երևանում մեծացել։ Ինչ եք Վայոց ձորի մարզպետ։ Վայոց ձորի մարզպետ նշանակվել եմ, աշխատել եմ Վայոց ձորի մարզպետ։ Ես ծագումով Վայոց ձորից եմ։ Պարոն Սարգսյան, դուք ասում եք, որ ամեն ինչ ճիշտ է իշխանություն անում, բայց տեսեք, Մայրաթորը կարգալույծ է արել քահանային։ Արարողության այդ պատարագի, այսպես չկրտավոր ասած, դրա ժամանակ դպիր է մասնակցել, որը այսօր բացահայտվել է, որ կեղծ է եղել այդ դպիրը եւ ավելին, այդ դպիրը լուսանկարներից երևում է, որ օրերս ԿՊԱ-կանների հետ ֆուտբոլ է խաղացել եւ երիտասարդական կառույցի վերնաշապիկն է կրել։ Այսինքն, այսինքն, եթե այս ամեն ինչը դուք կեղծ եք որակում, ինչպես է ստացվում ԿՊԱ-կանները դպիր են դառնում, ձեզ հետ ֆուտբոլ են խաղում։ Դպիրը ո՞րն է գնանք։ Ինչով եք ենթադրում, որ դպիր է։ Այդպեսի տեղեկություն է տարածվում։ Ճիշտ ասած, ես չեմ իմանում, տեղյակ չեմ, թե ինչ կարգավիճակով է մասնակցել եկեղեցական արարողությանը, բայց մամուլից տեսա, որ մեր երիտասարդական թևի անդամներից է եղել, կարող ենք ճշտել։ Որը դաջվածք ունի, ինչը ասում են եկեղեցին, այդպիսի բաներ չի։ Կարող ենք ճշտել ինչ կարգավիճակով է մասնակցել, ես տեղյակ չեմ իր կարգավիճակի մասին, որովհետև Ուրեմն որպես երկով մասնակցել։ Երկի համազգեստով եկեղեցական համազգեստով։ Դուք ասեցիք, հարց տվեցիք, ես պատասխանում եմ, որ տեղյակ չեմ ինքը։ Այդ ֆուտբոլ խաղալու օրն եմ հանդիպել։ Այս շարունակական բացահայտումների ֆոնին անդադար տարբեր եկեղեցականների շուրջ տեղի ունեցող այս միջադեպերը ինչ պիտի լինի, որ Կտրիշ Ներսիսյանը հեռանա Վեհերանից։ Բարդ հարց եք տալիս, կարծում եմ պետք է Աստծո ձայնը լսի երևի եւ հասկանա, որ պետքա իր զավակին, որը եթե ունի եւ որը չի հերքում ամենայն դեպս, գնա հայրություն անի։ Եվ պարոն Սարգսյան, կներեք, ԿՊ-ում շատ են, հա, մարդիկ, ովքեր այդ հոգևոր այդ ծառայությունները մատուցում են, օրինակ պարզվեց, որ երիտասարդական կառույցից մեկը եկեք հասկանանք հոգևոր ծառայություն մատուցելը որն է, եթե երգչախմբում երգելն է, դա եկեղեցական երգչախմբից է, հստակեցնենք էլի։ Ես հարցը տվեցիք, ասեցի տեղյակ չեմ որպես ինչ եմ մասնակցել։ Կարելի է ճշտել, օրինակ մի օր կտեսնենք պատարակ են մատուցում կամ պսակադրություն են անում, մկրտություն են անում, թաղման կարգ են անցկացնում։ Կան անձինք, որ համ Ես չեմ ճանաչում նման անձ, կարծում եմ որպես քահանագործող կուսակցության անդամ ինչքանով ես տեղյակ եմ չունենք։ Իսկ ձեր պատկերացրած եկեղեցու սպասավորը դաջվածքով պիտի լինի։ Եկեք ճիշտ հասկանանք, թե ինչ է որպես եղել։ Եկեղեցու սպասավորը պիտի լինի դաջվածքով։ Ես դաջվածք չեմ արել, չեմ ընդունում։ Նորից եմ պատասխանում, ես դաջվածք չունեմ, անգամ չգիտեմ ինչ դաջվածքի մասին է խոսքը։ Դա կապ չունի։ Այդ ամեն անձի իրավունքն է, ոնց որ մարդկանց տուն մտնելու իրավունք չկա, այդ նույն ձև էլ այդ մարդու անձնական տիրույթ մտնելու իրավունք չկա։ Պարոն Սարգսյան, ներողություն իսկ Եկեղեցին շատ ավելի բանի է դեմ եւ այն
բովանդակության ամբողջ բովանդակությանը հակասում է եկեղեցուն, բայց մենք ասում ենք, որ մարդու անձնական տիրույթ մտնելու իրավունք չկա։ Հովիկ Աղազարյանի անձնական կյանքը փռել եք այս Պարոն Աղազարյանը կարծում եմ ինքն է իր կյանքը փռել այդ սեղաններին։ Քվականները այլ եկեղեցիներ այցելում են, թե միայն Հովանավանքն է նախընտրելի։ Այցելում են բոլոր եկեղեցիներ, ինչպես նաև Էջմիածնի Մայր տաճար։ Մասնակցում եք պատարակներին։ Պարբերաբար փորձում եմ մասնակցել։ Որոնց Նիկոլ Փաշինյանն է հրավիրում։ Ոչ միայն։ Ինչով էս Հովանավանքի Կիրակնորիա պատարակը երբ էիք պատարակի։ Հովանավանքում չեմ մասնակցել պատարակ։ Ո՞նց չեք մասնակցել, ես ձեզ նկարել եմ։ Չէ, մինչև այդ չեմ Չէ, մասնակցել։ ասում եմ մինչ այդ, մինչ Կիրակի օրը։ Վերջեցիք, ասում եմ, չեմ մասնակցել մինչ Վերջին այդ։ անգամ բացի Հովանավանքից երբ եք Հա, պարբերաբար փորձում եմ մասնակցել։ Տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում եմ, եւ վերջի անգամ եղել է Զատիկի մատուցած պատարակ։ Պարոն Սարգսյան, ստացվում է, որ իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանն է որոշում եկեղեցու կանոնները։ Կարգալույծին, ասում է, կարգալույծ չի, ասենք դեպիրին կարող է որոշի, որ դեպիր չի, ԿՊ կառույցի երիտասարդական թեմի անդամ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն է սկսել եկեղեցում որոշել ով է հոգևորականը, ով ոչ։ Աստված ինքը Դպիրը կարող է լինել կուսակցական, թե ոչ։ Ես չգիտեմ, ես հարցնում եմ։ Ես էլ եմ ձեզ հարցնում։ Կարող է ցես։ Ըստ սահմանադրության կարող է։ Մեր գործող սահմանադրության կարող է։ Որ հոդվածով պարոն Սարգսյան։ Այն որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կամքով անդամակցել տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների։ Եկեղեցու օրենքները Նիկոլ Փաշինյանն է սկսել մշակել։ Չի մշակել, ուղղակի ձեզ բարձաբանում է, թե ինչ է գրված այնտեղ եւ որ կետերն է դավաճանվում եկեղեցու կողմից, կաթողիկոսի կողմից, սրբազանների կողմից։ Եվ որպես հավատավոր ժողովուրդ, կարծում եմ, պետք է մենք ինքներս հասկանանք, որ եթե կա խնդիր, ապա խնդրի մասին պետք է խոսել, բարձրաբանել, եւ եթե կյանքի խախտում կա, ապա այդ մարդիկ իրավունք չունեն պաշտոնավարել։ Այսինքն մեկնելու գործը Աստվածաշնչի եւ կանոնակարգի Նիկոլ Փաշինյանն է։ Նայեք, հասկացեք, եթե իշխանության մասին չի խոսքը այստեղ, եթե եկեղեցական վերնախավը ինքը իրանցով հավաքվել ու խախտում են գրեթե բոլոր կանոնները, որը որ գրված է դարեր շարունակ, ապա ինչ որ միտեղից պետք է իրանց հասկացնել, չէ՞ որ չի կարելի խախտել այդ կանոնները։ Ով պետք է անի։ Այն որ կաթողիկոսը չի կարող ընտանիք ունենալ։ Կարծում եմ դա 6 ամիս Դուք ձեր ծրագիրը չեք իրականացրել, բայց հրաժարական չեք տա։ մեզ հաջորդ ընտրություններին ժողովուրդը կգնահատի։ Բայց հաջորդ ընտրությունները սահմանադրությունն է։ Առաջիկա ընտրություններին այդ արդեն ժողովուրդը կգնահատի ինչքանով է իրականացվել, քանի տոկոսն է իրականացվել եւ արդյոք բավարարում է ժողովրդին այս կառավարության պարլամենտի աշխատանքը։ Իսկ ձեր իշխանությունում բոլորը սրբեր են, չեն դավաճանում իրենց ընտանիքներում, որովհետև հայ առաքելական եկեղեցու հետևորդները պիտի նաև իրենց տված երթմանը, չէ, նաև աստվածաշնչյան պատվիրաններին մնան հավատարիմ։ Ես հավատարիմ եմ տված երթմանը եւ կարծում յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր անձի, իր անձնական կյանքի Դուք եք որոշում համար։ Ես նայեք, հասկացեք, այդ կառուցում եկեղեցին, հիմա դուք ասում եք ոչինչ, եկեղեցին կաթողիկոսա թող երեխա ունենա։ Չենք ասում այդպես, Ձեր հարցը դա է բայց ասում ենք դուրս գալիս։ Ձեզնից սկսեք, դուք իրավունք։ Ես ասում եմ, դուք հարցը տվեցիք ինձ, ես ասեցի։ Ես հավատարիմ եմ իմ երթմանը եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ փորձում եմ չխախտել որևէ խախտիրան։ Եվ այլն, դրանք բոլորը պահում եք։ Իհարկե։ Լավ, այլ հարց տամ, սահմանադրության հետ կապված հիմա փոփոխություններ կան։ Արդյոք բացառվում է, որ չլինեն սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ, որ պետությունը կամ քաղաքական իշխանությունը կաթողիկոսի նշանակելու եւ այլնի հետ կապված ինչ-որ լիազորություններ ստանա։ Դուք բացառում եք սա։ Չեմ կարող նման բան բացառել կամ հաստատել կամ չհաստատել, որտեղ ես չեմ մասնակցում սահմանադրության փոփոխության հանձնաժողովի աշխատանքներին։ Իսկ կուսակցությունում նման մտքեր հնչում են, թե ոչ, օրինակ։ Պարոն Սարգսյան, քանի որ վարչապետը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ եւս մասնակցելու է պատարակին, հնարավոր է կուլմինացիան լինի Հովանավանքից, այլ ոչ թե վաղաշաբաթից, ինչպես վարչապետն էր հայտարարել։ Ինչի կուլմինացիան։ Որքանով ես հասկանում եմ,
վարչապետը ուղղակի մասնակցելու է առաջիկա կիրակին Հովանավանքում պատարագի, ինչպես մասնակցեց նախորդ կիրակին։ Չէ, բայց նա հայտարարել է, որ մեկնարկն է լինելու։ Կփորձեմ մասնակցել։ Փաշինյանը ասել է, որ մեկնարկն է լինելու Հովանավանքից առաջի։ Կարծեմ մեկնարկը արդեն եղել է։ Այսինքն տրվել է արդեն, նորից եք սկսում, հəli Հովանավանքից առաջինը մեկնարկ էր, հիմա ինչ է։ Հիմա որ կիրակի լինելու ինչ պիտի լինի։ Եթե նա մեկնարկ էր, հիմա ինչ է շարունակությունը։ Մեկնարկ, շարունակություն, Հանգուցալուծումը։ հանգուցալուծումը արդեն ըստ ժողովրդի ցանկության եւ կամքի։ Իսկ դուք հետաքրքրվեցիք ձեր խավորը, որ ծնկի էր եկել, որ մեղքի համար է սենց ծնկի եկել։ Առաջ կարծում եմ ծնկողը երբեք այլտեղ չի ծնկի։ Բայց Աստծո առաջ չէր, կարգալույց քահանայի առաջ էր։ Եկեղեցին դա Աստծո տունն է եւ եկեղեցում աղոթքը դա Աստծոն ուղղված աղոթք է։ Բացում առաջ էր ծնկի եկել։ Աստծո, Իսկ հարգելի որ ծնկի Աստծո եկեղեցում երբ ծնկում ես, դա Աստծո առաջ ես ծնկում։ Այո, տերեցին։ Պարոն Սարգսյան, հիմա լավ, դուք այդ հոգևոր հավաքը եւ այլն, որ նախատեսել եք, դա երբ է լինելու է թե չէ, թե հետ է կա։ Նիկոլ Փաշինյանն է ասել, հոգևոր մեծ հավաք վաղարշապատի հրապարակում։ Երբ կհայտարարի պարոն Փաշինյանը հավաքի մասին այն ժամանակ, Ասել է սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ երբ որ նոր բան լինի, ապա կարծում եմ կհայտարարի։ Թե հետ է կանգնել օրինակ հասկանալով, որ անընդունելի է դա Ինչն անթել է։ հոգևոր հավաքը։ Կարծում եմ պարոն Փաշինյանը իր մտքերը հստակ ձևակերպել է եւ եթե այլ փոփոխություն լինի, նորից կհայտարարի։ Դուք ինքներդ ձեզ խոսք եք տվել պարոն Փաշինյանի ասածներից դուրս որևէ մի տառավել չասել, պարոն Սարգսյան, ձեր անձնական դիրքորոշումը, կարծիքը որն է։ Կարծում եմ իմ հստակ պատասխաններից պետք է հասկանաք իմ անձնական դիրքորոշումը Հասկացա, որն որ դուք Նիկոլ Փաշինյանի ասածներից ավել ոչինչ չեք կրկնում։ է։ Իսկ ինչ եք ակնկալում կրկնել։ Յուրաքանչյուր Իմ անհատ կարծիքը սեփական կարծիքը ձևավորում է ուրիշի առանձին։ Հնարավոր է, եթե կանգնում եք Երբ պատասխանում եմ հարցերին, ես մեկնաբանում եմ նաև իմ խոսքը եւ դա նաև իմ կարծիքն է։ Բայց դուք պատասխանի սկզբից ասում եք պարոն Նիկոլ Փաշինյան, Որտեղ պատասխանի հարցը տալիս ասում եք եք պարոն Նիկոլ իր Փաշինյան։ ասացի մասին, երբ պատասխանած իր ասացի շրջանակում պետքա լինի, ինչ եք ակնկալում ուրիշ։ Երբ հարցը ուղղում եք ինձ, ես պատասխանում եմ իմ մասին։ Եթե հարցը Մենք ուղիղ ձեզ հարցնենք, երբ որ քայլի ակտիվի Նիկոլ Փաշինյանն ասել է, որ լինելու է ինքն առաջնորդնելու է։ Դուք գնալ եք Մայրաթոր կաթողիկոսի հրաժարականի երբ որ վարչապետը կառաջնորդի նման շարժում, ապա միանշանակ ես կլինեմ այդտեղ։ Պարոն Սարգսյան, ձեր գործընկերների շատերը հարցեցին այդ օրը Հովանավանքում, որ իրենք օրինակ հայրմերը ամբողջությամբ գիտեն, օրինակ դուք գիտեք հայրմերը ամբողջությամբ։ Կներեք, բայց հայրմերը կարծում եմ բոլորը գիտեն եւ նման հարց տալը ուղղակի սազական չի։ Հարցնում եմ, շատերը չգիտեն։ Հավատում են Հասկանում եմ, որ ժամանակին նախագահները չեն իմացել հայրմերը, բայց կարծում եմ հիմա նման պաշտոնյայի կարողա չգտնեք իմ կարծիքով։ Նաև ԿՊ-ի միայն Նիկոլ Փաշինյանն է սաղմոսները սովորում եւ անգիր ասում, թե բոլորը։ Չէ, ես անգիր սաղմոս չգիտեմ։